Բարև ձեզ։ Դուք դիտում եք զրույցներ մարդու մասին հաղորդումը եւ իմ այսօրվա հյուրն է Վաղարշապատի ավականու տեխնացու հաղթանակ դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ հուսամ մեր հաղորդումից հետո Վաղարշապատցիները եւ ոչ միայն ավելի լավ ճանաչեն ձեզ եւ ձեր բնավորությունը։ Ես նույնպես շնորհակալ եմ այս հրավերի համար։ Փորձենք։ Պարոն Խաչատրյան, որպես այդպեսին միշտ սկսում ենք մեր հյուրի մանկությունից, մանկության մասին խոսելուց, պատմենք մեզ, թե որտեղ եք ծնվել, որտեղ մեծացել եւ ձեր ընտանիքի մասին։ Ես ծնվել եմ Էջմիածին քաղաքում, մեծացել Էջմիածնում, սովորել Էջմիածնի Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցում, այնուհետև ընդունվել եմ համալսարան եւ տարիներն անցկացրել, այսպես ասած, համալսարանական կյանքով եմ ապրել եւ աշխատել համալսարանում երկար ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում մանկությունից, փոքր ժամանակ ես ասեմ, որ ես ու քույրս ենք, քույրս ինձնից տարիքով 4 տարի մեր մեջ տարբերություն կա, քույրս մեր ընտանիքի երեխաների մեծն էր։ Եղել եմ, այսպես ասած, ավանդական ընտանիքի երեխա, մեծացել ֆիդայների մասին երգերի տակ, սովորել իմ առաջի սովորած երգը եղել է հենց ֆիդայների մասին, մեր հայրենիների մասին, ովքեր իրենց կյանքը եւ ամբողջ կյանքի պայքարը եղել է հայրենիքի հետ կապված, նվիրել են հայրենիքին։ Հաճախել եմ սպորտային ակումբներ, շատ հաճախ փոխել եմ երկար ժամանակ որևէ սպորտով, կարելի ասել չեմ զբաղվել, որովհետեւ դպրոցում մեր ընտանիքում կար, քանի որ ես տատս երջանկայի շտակ Լենա Գալստյանը եղել է մեր քաղաքի վաստակավոր անկավարժներից մեկը, նաև ես որ հաճախեցի դպրոց, մեր դպրոցի տնօրենն էր, բազմաթիվ էջմիածնեցիներ են տատիս մոտ պարապել, հայոց լեզու եւ գրականության մասնագետեր ինքը, այնուհետև ընդունվել ինստիտուտ։ Մեր ընտանիքում ամենակարևոր հարցը դա դասերն էին, դա դպրոցն էր, չէր կարող կողքից որևէ, այսպես ասած, ինչ որ սպորտային կյանք, հետաքրքրություն գերադասվեր, քան դպրոցի դասերն էին։ Այդ ամենը մի փոքր ինձ խանգարելով ես ավելի շատ կենտրոնացել եմ դպրոցում էլ ուսման վրա, բարձր առաջադիմություն եմ ունեցել դպրոցում, մասնակցել եմ բազմաթիվ թե մարզային, թե հանրապետական օլիմպիադաների, հիմնականում մասնակցել եմ անգլերենի եւ հայոց լեզու գրականության առարկաներից, նաև շարադրության մրցույթների ենք մասնակցում, հանրապետական մինչ դա տեղի ունենում քաղաքային փուլ, այնուհետև մարզային եւ հանրապետական մասշտաբով, ունեմ բազմաթիվ մրցանակներ, մինչ օրս էլ պահում եմ, այսօր էլ իմ երեխաներին դա ցույց եմ տալիս, որ ոգեշնչում ենք, որ 2000 թվականին ես ունեմ որևէ պատվոգիր, լավ հիշում եմ մի բանը, խաղաղությունն իմ աչքերով 2000 թվականին շարադրության մրցույթ էր, մենք քաղաքում, Էջմիածին քաղաքում մասնակցեցինք, կարծեմ երկրորդ դպրոցում էր տեղի ունենում, եթե չեմ սխալվում, եւ ես հանրապետությունում գրավեցի առաջի մրցանակը վերցրեցին, դա ինձ համար մեծ ողջավորություն էր, դա մեծ ողջավորություն էր նաեւ իմ ընտանիքի համար, ծնողներիս համար։ Այն ասում եք խաղաղությունը ձեր աչքերով, ինչպիսին էր այն ժամանակվա խաղաղությունը ձեզ համար։ Այն ժամանակ խաղաղությունը մեզ համար, քանի որ չնայած 2000 թվականի ես 12 տարեկան եմ, բայց մեր ընտանեկան դաստիարակությունը ինձ սովորեցրել էր, որ խաղաղությունը նախ կերտվել է մեր հայրենիների ջանքերով, իրենց կյանքի գնով, անգին է եւ ես այդ ժամանակ խաղաղությունը տեսնում էի հենց ոնց որ կա, այսինքն մեր հերոսները կերտել են դա, այլևս մեր երկրին որևէ սպառնալիք չի կարող լինել, չի կարող մոտենալ, որովհետև այն մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, արդեն արել էին այդ ամեն ինչը։ Ես այդ ժամանակ նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ կգա սենց օրեր, երբ որ կտեսնենք ճիշտ հակառակը։ Խոսեցիք համալսարանական կրթության մասին, ինչպես եկավ մասնագիտության ընտրությունը եւ ինչպես ընտրեցիք մասնագիտությունը, պատահական էր, շատ երկար այդպես որոշված էր, ուղղորդված էր։ Ավելի փոքր տարիքում, երբ որ հարցնում էին ինչ ես դառնալու, ասում էի բժիշկ, ինչի համար մեր տան հենց
դուրը դրան հարևան, Տաշչյաններն էին ապրում, մեր ընտանիքի շատ մտերիմ մարդիկ, նա տեղափոխվել էին այլ տուն, այդ ընտանիքի աղվանը Տաշչյան, նաև տատիս աշակերտն էր եղել, ինքը շատ հաջողված, շատ լավ սովորող, շատ լավ ուսանող էր, աշակերտ է եղել, այնուհետև ընդունվել էր Մոսկվայում բժշկական համալսարան, մեծ հաջողություններ ուներ եւ տատս որպես հարևան, որպես իր աշակերտ ամեն անգամ մատնացույց էր անում Օրինակ էր։ հա, օրինակ էր, այսպես ասած մեզ համար Տաշչյան աղվանն օրինակ էր եւ դա մեր մեջ ստացել որ պետքա դառնալ բժիշկ, որպեսզի մենք կարողանանք աղվանի նման հասնենք այդ սանդղակին։ այո, հասնենք այդ սանդղակին, հետո արդեն մի փոքր ավելի մեծ տարիքում 8-րդ 9-րդ դասանից հետո ծնողներս, հայրս էլ մայրս էլ տնտեսագետներ են, ավարտել էին այն ժամանակ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ինքս էլ որոշեցի ընտրել տնտեսագետի մասնագիտությունը, 2004 թվականին ընդունվեցի Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, արդեն փոխվել էր ժողովրդատնտեսությունը, դες սովետական տարիներին էր, այնուհետև դարձավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 2008 թվականին ընդունվեցի մագիստրատուրա, 2010 թվականին ասպիրանտուրա, 2013-ին պաշտպանեցի տեխնացուական ատենախոսություն, մեր ամբիոնում բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում արդեն սկսեցի դասավանդել, հետագայում նշանակվեցի տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր 2014 թվականից մինչ 2018 թվականի նոյեմբերը։ Համալսարանական կյանքը իհարկե դպրոցական տարիները, դպրոցական ընկերներն ու հուշերը դրանք անգին են, երբեք չմոռացվող, եւ մենք դպրոցական տարիների մեր ընկերներով մինչ օրս ընտանեկան ընկերներ ենք։ Մինչ օրս, ցավոք, մեր ընկերներից մենք առաջի, այսպես ասած, հարվածը ստացանք եւ մեր ընկերներից մեկը շատ ծանր հիվանդության արդյունքում մահացավ, դա մեր ընկերության մեջ առաջին, այսպես ասած, մեծ հարվածներ, որ ինքներս մինչ օրս չենք հավատում, որ մեր ընկերը Արտաշը մեր հետ չի, բայց մենք այսօր մեր վարվելակերպով, մեր առօրյա կյանքով մեզ թվում է, թե ինքը այսօր էլ մեր հետ է, երբ որ գնում ենք իրանց տուն, իրանց ընտանիքի անդամների հետ ենք շփվում, ծնողների հետ, մեր Արտաշի քրոջ հետ, երբ որ շփվում ենք, այդ կարոտն առնելով մեզ թվում է, թե կապը կա, մեր ճիշտ է, ֆիզիկական չէ, բայց այդ հոգևոր կապը մինչ օրս պահպանված է։ Բայց համալսարանական տարիները, այսպես ասած, մի այլ միջավայր էր։ Գաղափարակից ընկերների նոր կյանք էր, 0-ից նոր կյանք, որտեղ ներգրավել էինք։ Հենց առաջին կուրսից ներգրավեցի ուսանողական խորհրդի աշխատանքներում եւ սկսվեց ուսանողական ակտիվ կյանքը։ Այնուհետև դարձա ուսանողական խորհրդի ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահ, հետո ուսանողական խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև եղել եմ 4 տարի եղել եմ տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ։ Եվ հենց այդ ուսանողական խորհուրդը մի դպրոց էր, որ մարդուն սովորեցնում էր ապրել, մարդուն սովորեցնում էր կռիվ տալ, մարդուն սովորեցնում էր չհամաձայնվել, մարդուն սովորեցնում էր երբեմն մարդը երիտասարդը երբեմն պետքա հանդուգն կեցվածք քաղաքացիական միտքներ այո, երբեմն նաև հանդուգն կեցվածք ցույց տա։ Այդ ամենը մենք ուսանողական խորհրդում թրծվեցինք, սովորեցինք, ընկերացանք, շատ մեծ մասի հետ մենք մինչ օրս ընկերներ ենք, կարելի ասել ամենօրյա ընկերներ, ընտանեկան միմյանց առիթներին ենք մասնակցում։ Մի խոսքով 2018 թվականին համալսարանից ազատման դիմում գրեցի, այնուհետև փորձեցի զբաղվել արդեն բիզնես ոլորտում եւ մինչ օրս այդ ոլորտում եմ։ Ինչպես եք ծանոթացել ձեր կնոջ հետ։ Իմ կնոջ հետ ծանոթացել եմ կրկին տնտեսագիտական համալսարանում, այդ ժամանակ ես ուսանողական խորհրդի նախագահն էի, բայց արդեն դասավանդում էի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում, դե բնականաբար տեսել էի համալսարանում։ Հետո ստացվեց տենց, որ իր ավարտական աշխատանքը, բակալավրի ավարտական աշխատանքը պետքա գնար գրախոսության, ինքը սովորում էր այլ բիզնեսի կազմակերպման բաժնում, այլ ֆակուլտետում, այսպիսի բան կար, որ ավարտական աշխատանքները բացի ամբիոնային գրախոսությունից գնում են նաև պետքա ուղարկել նաև այլ ամբիոն գրախոսության, որպեսզի լինի չեզոք, այսպես ասած, դասախոսները տան կարծիք։
Դե միջնորդեցի շատ արագ այստեղ կապերն օգտագործելով որպեսզի աշխատանքը ուղարկեն մեր ամբիոն, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոն, դե ամբիոնի վարիչին էլ խնդրեցի, որ մակագրեր ինձ, որ ես գրախոսեմ այդ աշխատանքը, դե բնականաբար աշխատանքը ասեմ շատ լավն էր, փայլուն էր, բայց այդպես բարբերաբար 2 օրը մեկ ամեն օր ինչ-որ Քննադատության նյութ կապի էի հաստատում ասում եմ մի հատ այդտեղ քննարկելու բան կա եւ այլն։ Հենց վերջում կարծում եմ ինքն էլ արդեն հասկացավ, թե այդ ամենօրյա հանդիպումների պատճառն ինչն է, եւ ծանոթացանք այդպես ընկերացանք եւ 2015 թվականին կանցնեցինք ընտանիք։ Ձեր էջը մի գրառում տեսա, գրված էր, որ ընտանիքը ամուր պետության հիմքն է, իսկ ըստ ձեզ ինչ է ամուր ընտանիքի հիմքը։ Ամուր ընտանիքի հիմքը դա ամենակարևորը սերն է, փոխադարձ հարգանքն է, փոխադարձ վստահությունն է։ Դա ամենակարևոր բաներն են ամուր ընտանիքի։ Իսկ ասում եմ գլխավորը դա միմյանց սիրելն է, սիրով վերաբերվելն է, երկու տարբեր մարդիկ, երկու տարբեր անհատ փորձում են ընտանիք, אז բնականաբար ինչքան էլ որ ասում եմ դառնում ենք մեկ մարմին, ամեն դեպքում բոլորը երկուսն էլ տարբեր են իրենց կարող է լինել մտածողությամբ, շատ քայլերով, բայց այդ ամենը միացնում է սերը, հավատարմությունը եւ իհարկե փոխադարձ բարձր վստահությունը։ Առանց փոխադարձ վստահություն չի կարող լինել ամուր ընտանիք։ Նաև ձեր էջում այսպես նկատեցի նկարներ ձեր հարազատների, ձեր մանկության, քո եղբայրների, բարեկամների հայտ գերդաստանի նշանակությունը ինչ դերակատարում ունի ձեզ համար ու ինչպես եք դուք պատկերացնում այդ նշանակությունը փոխանցել ձեր երեխաներին, 2 տղա ունեք։ Տեսեք, մեր համար մեր ընտանիքում դա եղել է սրբության պես պահպանվել է, ես ինքս իմ հորից դա այդ ամենը ստացել եմ, որ ամենակարևոր բաներից մեկն է քո նախնիներին ճանաչելը, քո նախնիներին հիշելը եւ այդ ամենը հետագա սերունդներին փոխանցելը։ Իհարկե բարեկամական այդ գերդաստանային ամուր հիմքերը շատ կարևոր են։ Մենք մեր ընտանիքում դա ես փոքրուց տեսել եմ, ես ինքս էլ հիմա անկեղծ ասեմ, մի փոքր հիմա իմ երեխաներն էլ մի քիչ փոքր են, մի փոքր դժվար է այդ ամեն ինչը, որովհետև ամեն դեպքում ժամանակաշրջանը, այսպես ասած, փոխվում է, հետաքրքրությունները փոխվում են նաև երեխաների հետաքրքրությունները, բայց ես վստահ եմ, որ այդ ամենը կարողանալու եմ անել։ Ես նույնիսկ մեր տոհմածառը, ընտանեկան մեր Գերդաստանի տոհմածառը, մենք արմատներով, ասում եմ, մերոնք 70 թվականին Գորիսից տեղափոխվել են Սիսյանից։ Եղել են պապս եղել է անասնաբուժ մասնագիտությամբ, երբ 57 թվականին Գորիսի Հարթաշեն գյուղից այն ժամանակ կոչվել է Ուրղունիշեն, Խնձորեսկում երևի եղած կլինեք Խնձորեսկում, հենց կողքի գյուղն է այդ գյուղը, Սարի հակառակ կողմում, էլի քարանձավային տներ, այդպիսի պատկեր ունեք։ Իհարկե այդ գյուղի հիմա չկա, բոլոր գյուղերը 60-ականներին ձորերից բարձրացրել են վերել, Հարթաշեն այսօրվա Հարթաշենն է, բայց Հարթաշենի մեջ 3 գյուղ է եղել, որ միացրել են։ Մենք եղել ենք այսպես գորիսեցիների լեզվով ասած Ուրղունիշինացի։ Պապիս նշանակել են Սիսիանում անասնաբուժ, եկել են Սիսիան Վաղուդի գյուղ, Վաղատին, ժամանակին Վաղուդի է կոչվել, հիմա Վաղատին։ Այնուհետև 70 թվականին նշանակել են Էջմիածնում Շահումյանի թռչնաֆաբրիկայի գլխավոր անասնաբուժ եւ մեր ընտանիքը տեղափոխվել է Էջմիածին, մինչ օրս ապրում ենք Էջմիածնում։ Ես մեր տոհմածառը ունեմ ամբողջապես 1719 թվականից։ Եվ նույնիսկ տարիներ առաջ լուսահոգի հայրիկիս մահվանից հետո հայրս ինձ տարիներ առաջ ասել էր զրույցներում էլի մեր Գերդաստանից խոսելուց, զրույցների ժամանակ ասել էր, որ իր պապը ես միշտ հարցրել եմ, բա պապի գերեզմանը որտեղ է, բա որտեղ է թաղված գյուղի, ասել էր, որ գյուղում Սարի վրա սենց բան կա, տեղ կա, այդտեղ գերեզմանատուն է, ինքն էր եղել փոքր ժամանակ, պապաս իր պապին չի տեսել։ Այդ պատմելով ընկերներով որոշեցինք համալսարանական ընկերներով որոշեցինք, որ տղեկն ասեցին, Գորիսեցի իմ ընկեր Էրիկը նախաձեռնեց, ասես պետք է գնանք պապի գերեզմանը գտնելու։ Գնացինք դե ոտքով սարերն անցանք, շատ դժվարություններ տեսանք, բայց մեզ հետ էր նաև
անտառապահ կնյազը, որ մեզ շատ օգնեց այդ ճանապարհներին։ Գնացինք ու գտանք հայրս ոնց նկարագրում էր գերեզմանը ու նկարագրում էր քարին ինչ era գրած։ Ոնց նկարագրում էր նույնությամբ գտանք կողքից իմ ընկերներն են պատմում, թե ինչ ուրախություն ու ինչ, չգիտեմ, sense իմ մոտ մի բան զարթնեց, որ իմ մեջ մեր գերդաստանը ավելի ամրապնդվեց, որը ես վստահաբար կարողանալու եմ փոխանցեմ իմ տղաներին։ Կանք արդեն աշխատանքի հետ կապված հարցերին, այն դուք եղել եք տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորը։ Բուհական կառավարումից հետո ինչը ձեզ բերեց քաղաքային կառավարում։ Բուհական կառավարումից հետո ես 18 թվականից երբ աշխատանքից դուրս եկա, սկսեցի զբաղվել արդեն բիզնես ոլորտում, քանի որ ունեի ինքս էլ կառավարման փորձ, չնայած երիտասարդ տարիքում էի նշանակվել պրոռեկտոր, մինչ այդ էլ ուսանողական խորհրդի նախագահին եղել, կարելի ասել մեր բուհը տնտեսագիտական համալսարանը անգիր տիրապետում է իր ամբողջ դրական եւ բացասական կողմերով։ Հենց այդ փորձն էլ միգուցե ինձ երիտասարդ տարիքում կառավարմանը մասնակից լինելու փորձն էլ ինձ դրթեց, որպեսզի ես մասնակից լինեմ նաեւ մեր քաղաքի կառավարմանը։ 21 թվի Վաղաշապատ համայնքը խոշորացվեց, մեկ գյուղական բնակավայր միացավ, տեղի ունեցավ համայնքի ղեկավարի ավականու ընտրություններ, մենք մեր թիմով էլի մասնակցեցինք, ես էի գլխավորում թիմը, Էջմիածին դաշինքը, հավաքեցինք բնակիչների մոտ 38% ձայն, ներկայացված էինք ավականու կազմում, սակայն չունեինք մեծամասնություն, չունեինք որևէ ազդեցություն, որ կարողանայինք համայնքի ավականու որոշումների վրա, այսպես ասած, ազդեցություն ունենալ, որ կարողանանք մենք մեր ծրագրերը, մեր մտքերը կյանքի կոչել, առաջ տանել։ Այս տարիներին փորձել ենք քաղաքում, էջմիածնեցիներին փորձել ենք օգնել թաղամասերի հետ կապված տարբեր ծրագրերով, մենք մեր առաջարկություններով հանդես ենք եկել, շատ դեպքերում մեր առաջարկությունները ընդունվել են եւ կյանքի են կոչվել, եւ եկավ այս ժամանակահատվածը, երբ նորից Էջմիածնում ընտրություններ, ավելի խոշորացվեց Վաղարշապատը, մեծացավ Խոյ համայնքն էլ միացրեցին Վաղարշապատին, միացրեցին ոչ թե միացրեցին, որպեսզի դա թելադրում էր համայնքային շահը, այլ միացրեցին պարզապես իրենց նեղ կուսակցական ԿՊ-ական շահից ելնելով, որպեսզի կարողանան իրենք էլ գյուղական համայնքներից որևէ ձայն ապահովել որևէ քանակի, որովհետև լինելով իշխող կուսակցություն ամբողջ Էջմիածնում չկարողացան գետ մեկ տեխնացու գտնել։ Եվ հիմա մասնակցում ենք այս պահին ակտիվ քարոզարշավի մեջ ենք, վստահ ենք, որ վաղաշապատցիները մեր ծրագրին կողմ կքվեարկեն եւ մենք կարողանանք տեսնել մեր քաղաքը, մեր պատկերացրած քաղաքը մի քանի տարի հետո։ Բայց ձեր կարգախոսն է եկել է հաղթանակի ժամանակը։ Ինչ եք պատկերացնում այդ հաղթանակն ասելով ու ո՞րն է չափիչ սանդղակ է այդ հաղթանակի, ինչ է այդ հաղթանակը։ Չափիչը կլինի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանազրկել է Էջմիածնում, Վաղաշապատ համայնքում։ Դա կլինի հստակ չափիչը։ Եվ դա շատ անհրաժեշտ է։ Դա ես երբեմն, երբ որ հանդիպումների ժամանակ մեր համախոհների հետ շփվում ենք, ես իրենց ասում եմ, որ սա իմ ընտրությունը չի։ Այստեղ բոլորս թեկնածու ենք։ Սա գաղափարի ընտրություն է, գաղափարի տեսակի պայքար, տեսակի կռիվ։ Որ տեսակն է ժողովրդի վստահությանն արժանանալու, որ տեսակն է հաղթելու այս ընտրություններին։ Այսինքն ես այստեղ թիմային պայքարը, ես իմ անձը չեմ կարևորել շատ, պարզապես ես եմ որոշել առաջնորդել թիմին, թիմը ինքն էլ է որոշել, որ ես պետք է առաջնորդեմ, փորձում եմ թիմին տանել առաջ, իսկ թիմի մեջ կան շատ պրոֆեսիոնալ տարբեր ոլորտներ ներկայացնող, տարբեր մասնագիտություն ունեցող պրոֆեսիոնալներ, որոնք ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո անմիջապես լծվելու են ծառայելու Վաղարշապատ խոշորացված համայնքին։ Ձեր այսպես վերջին տարիների գործունեության մեջ երևի ամենահիշարժան պահերից մեկը կարող ենք ասել, չնայած որ տխուր առիթ է, բայց ամեն դեպքում այդ փաստը կա ձեր կենսագրության մեջ, նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ազգային ժողով մտան մարդիկ, ու դուք այդ մարդկանց թվում եք եղել։ Ո՞րն էր նպատակը ազգային ժողով գնալու եւ
ինչ էիք ակնկալում։ Զգացողություններն ինչպիսին էին այդ երեկոյան։ Մենք Ղարաբաղում էինք, այդ ընթացքում մի 10-15 օր Ղարաբաղում էինք պատերազմի օրերին, հետո վերադարձանք 2 օրով նորից գնացինք ընկերներով Ղարաբաղ, մի մաս ընկերների մնացին, մի քանիս եկանք, նորից գնացինք ստեղ աշխատանքներ կար անելու։ Գնացինք այդ Ղարաբաղ եւ մենք եկել էինք նոյեմբերի 8-ին։ 8-ին եկել էինք Քարվաճառից։ Հետ էինք եկել ամսի 11-ին նորից պետքա վերադառնայինք, այստեղ հարցեր կար, խնդիրներ կար, կռվի դաշտում պակաս ինչ որ բաներ կար, որ մարդիկ մեզ ասել են, սա որոնի լավ կլինի, մեր ընկերներն էլ մենք ընդեղից զանգել էինք, մեր ընկերները դա փորձել էին հայթայթել, գտնել, եկել ենք, որ այսպես ասած համ ընտանիքի անդամներին տեսնենք մի 1 օր, 2 օր եւ այդ ապրանքները վերցնենք, հետ վերադառնանք նորից Քարվաճառիկում։ Այդ տրամադրվածությամբ, այդ ամեն ինչով մենք օրինակ Քարվաճառում այդ օրը տեսել ենք, որ ամբողջ մեր դիրքերը կանգուն վիճակի է։ Քարվաճառի կողմում չկա որևէ վտանգավոր բան։ Վտանգավոր բան կա, դե պատերազմ է, բայց այսինքն թշնամին չունի ոչ մի առաջխաղացում։ Գալիս ենք այն բանում եկել անմիջապես sense ոնց որ սառը ջուրը լցնեն մարդու գլխին։ Տեսնում ենք, լսում ենք անմիջապես մամուլում տարածվում է մի բան, որ ստորագրել են այլ պատերազմը կանգնեցնելու որևէ ակտ է եւ այլն։ Կարդում ենք, հասկանում, որ կապիտուլյացիոն ակտ է, Արցախի մեծ մասը պարզապես մի գրիչ ստորագրությամբ հանձնվում է թշնամուն։ Այն դեպքում, երբ որ արդեն ունեինք մոտ հաղորդվում էր մոտ 4000 զոհի մասին, բոլորը շոկի մեջ էինք, անկեղծ ասած։ Ու երբ մտանք արդեն Facebook, ինտերնետ, տեսանք, որ ժողովուրդ են հավաքվում կառավարության շենքի մոտ, ես ինքս էլ գնացել էի, որպեսզի տեսնեի ինչ է կատարվում։ Այդ ցասումը, այդ ներքին, այսպես ասած, անհամաձայնություն, այո, ինձ տարավ այնտեղ, ինձ տարավ կառավարության շենք։ Տարավ որ հասկանանք ինչ է, բայց այնտեղ մարդ չկար, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան պատասխաներ, փորձեինք հասկանանք։ Բոլորը փախած էին, ես հիշում եմ նույնիսկ անվտանգության աշխատողները, հա, թաքնված էին ինչ-որ բունկերներում եւ այլն, որքան ինչպես કે անվտանգության աշխատողներ չկային։ Նույնիսկ անվտանգության աշխատողները, որ այնտեղ միշտ լինում են ինքնաձիգներով զինված եւ այլն, նույնիսկ նրանք չկային։ Այդ էր ամբողջ պատմությունը, դա է, դե հետաքրքրությունից ելնելով մտանք ներս, բայց այն որ փորձում են ներկայացնել, որ ես ինքս ինչ որ ջարդերի եմ մասնակցել ջարդարությամբ, դա հերքող պարզապես մեկ բան կա։ Եթե ես մասնակից լինեի որևէ ջարդարարության, վաղուց կանցնեի որևէ քրեական գործով, քրեական ինչ որ գործում կունենայի կարգավիճակ եւ ամենակարևորը այսօր հաստատ ազատության մեջ չի լինի։ Այն դեպքում, երբ որ մարդիկ անազատության մեջ են ոչ մի բան չանելու համար, ոնց եք պատկերացնում, որ ես ինչ որ բանի մասնակից լինեի ու այսօր հնարավորությունը բաց թողնեի։ Հնարավորություն բաց չէին թողի հաստատ։ Իրենք էլ շատ լավ ուսումնասիրել են, ինձ կանչել են, հարցաքննել են, տեսանյութերը ամբողջությամբ նայել են, ասել են, որ ես ուղղակի մասնակիցն եմ, ոնց որ մնացած 20-25 հազար մարդիկ, ով այդ ցասումից ելնելով եկել է կառավարության շենք, որպեսզի հասկանա ինչ կատարվեց, որ 5 րոպեվա մեջ այն դեպքում, երբ որ 1 օր առաջ հայտարարվում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, այնինչ 2 օր առաջ այլևս Շուշին մերը չէր։ Այս խաբեությունը, այս 44 օրյա սուտն ու կեղծիքը, այս ամեն ինչը նաև տարան։ Մարդկանց մոտ նաև այդ հենց այդ սուտ ու կեղծիքն էր, որ մարդկանց չարացրել էր ու բոլորին վերել էր հանրապետության հրապարակ, որովհետև չկար մարդ, ով պատասխան տար այդ ամեն ինչին։ Ուղղակի մի թուղթ էր եւ Facebook-յան գրառում։ Վերջ, Facebook-յան գրառում էր, մի թուղթ էր, որ Արցախը էր սուրբ հողը հանձնում ենք թուրքերին։ Կանք ձեր համար գոնե ինչքանով ես կարողացա պատկերացնել ձեզ, ճանաչել ձեզ կարևոր կետի, ձեր ընկերներին, դուք մեր զրույցի ընթացքում էլ շատ անդրադարձաք իրենց, ինչ է ձեզ համար ընկերությունը եւ ինչ կարևոր արժեքներ կան դրա հիմքում։ Ընկերությունը կյանքի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, ունենալ լավ ընկերներ, նշանակում է դու կյանքում
ապահով է նաև քո ընտանիքը, երբ որ դու ունես իսկական ընկերներ, տեսեք, ընկերների տարբեր ժամանակահատվածում ձեռք ես բերում տարբեր ընկերներ, դպրոցական, մանկության, բակի ընկերներ, համալսարանական ընկերներ, բայց հետո գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ ոչ մի տարբերություն չկա։ Իհարկե, մանկության ընկերը հիշողություններն այլ են, դպրոցականն այլ, բայց ընկերությունը նույն գաղափարն է։ Բոլորը ընկերություն են անում մի մտքով, մի գաղափարով, ազնվությամբ։ Ընկերություն պահելու, ընկերներ ձեռք բերելը կարելի է ամեն քայլափոխի ընկերներ ձեռք բերել, բայց այդ ընկերությունը պահպանելը, պահելը, ցավալը այդ ընկերության համար, դա ամենաբարդ գործն է։ Երբեմն պիտի դու ինքդ էլ քեզ նեղություն տաս, որ քո ընկերությունը, այսպես անշեղորեն կարողանաս պահպանել։ Իմ ընկերները հիմնականում մեր կարելի է ասել ընտանիքի անդամի պես են, ես էլ իրենց ընտանիքի անդամի, հեչ պարտադիր չի, որ ես ուզենամ գնամ իմ ընկերոջ տուն, ինքը տունն լինի կամ տունը չլինի, դա իմ ընկերոջ տունն է, նույնն էլ ճիշտ հակառակը։ Մենք մեր ընկերներով շատ դժվարությունների մեջով ենք անցել, շատ պայքարների մեջով ենք անցել, այդ ամեն ինչն ավելի է ամրացրել։ Իհարկե, ավելի է ամրացրել, ավելի ջերմացրել է։ Եվ ամենակարևոր բանը ընկերներով, որ հələ ոչ մեկս ամուսնացած չէինք, ասում ենք, հեսա կամուսնանանք, հələ տենանք, մեր մեծերն էլ ասում են, հələ կամուսնանանք, հələ մի հատ կնիկ բեր կտենանք ոնց կլինի, բայց փառք Աստծո, բոլորն էլ կնիկ բերեցին, բոլորն էլ լավ ընտանիքներ ունեն եւ մեր ընկերությունը շարունակվեց ընտանեկան ընկերության, որը կարծում եմ ամենակարևոր բանն է։ Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունը։ Հիասթափությունը եղել է երևի թե մեր քիչ առաջ ես մանկության տարիներից, երբ որ խոսում ենք մանկության ընկերներ, ասեցի, երբ մեր ընկերը Արտաշը հիվանդությունից մահացավ, մենք ինքներս չէինք պատկերացնում, որ հնարավոր է այդպեսի։ Մենք գիտենք, որ նման բաներ տեղի են ունենում, բայց չէինք պատկերացնում, որ դա կարող է տեղի ունենալ մեզ հետ եւ հենց այդ ժամանակ։ Եվ իհարկե շատ մեծ հիասթափություն նաև ապրեցինք մոտ 1.5 տարի առաջ, անցած տարի հունիս ամսին, երբ էլի մեր ընկերը Հովհաննեսը անժամանակ կյանքից հեռացավ, չէինք կարողանում պատկերացնել կյանքով լիքը, կյանքով այդ եռանդուն տղայդ ինչ կատարվեց, իհարկե ծանր հիվանդություն էր, որը բացահայտվեց մի քանի րոպեվա մեջ, մինչ այդ մենք չգիտեինք, որ Հովհաննեսը 1 օր առաջ, 2 օր առաջ ինքը ապրում էր իր ակտիվ կյանքով, ապրում էր իր այն ջերմություն փոխանցելով, տենց միշտ ասում ենք, այս մեր հովոն արևի է նման, ինքն էլ մնացածին իր շողերով տաքացնում է։ Եվ կյանքի այդ երկու ընկերների կորուստը ինձ համար եղել է կյանքի հիասթափության, կյանքի հանդեպ հիասթափության, ընդհանրապես հիասթափության ամենավառ օրինակները։ Ասում են ամեն ինչ հետ կբերենք, բացի մարդկային կյանքերից։ Ցավոք։ Ցավոք տենց է։ Քաղաքական պայքարի մեջ եւ առհասարակ պայքարի մեջ հաջողության հասնելու համար, անկախ ամեն ինչից հաջողելու համար, այ ինչ կարմիր գծեր ու անթույլատրելի գծեր կա, որ երբեք չեք անցնի։ Դա հաջողության հասնելու դեպքում մենք կյանքի ենք կորչելու մեր ծրագիրը, ծառայելու ենք մեր համայնքին, իսկ կարմիր գծերը ընդհանրապես մարդու արժե համակարգով է գծվում մարդու համար, մարդու ապրած տարիներով, մարդու ընկերների ընկերական շրջապատով, մեզ համար կարևոր է լինելու մարդկային այդ կարմիր գծերը պահելը։ Մարդը ընտրությունները, ես հիմա նաև ԿՊԵ-ականներին եմ դա ասում միշտ, որ ընտրությունները 1 օր է, 1 օր հետո, 1 օր է տևում, դրանից հետո կյանք կա, մարդկություն կա, մարդկանց աչքերի մեջ պարզ նայելու, այո, պարզ նայելու բան պետք է լինի, պիտի կարողանաս մարդկանց պարզ աչքերի մեջ նայենք, այսինքն հարձակվել մարդկանց վրա, որ ունեն այլ քաղաքական հայացքներ, ձեր հայացքները չհամընկնող հայացքներ, դա բնականաբար մարդկային կարմիր գծերից այն կողմ անցնել է։ Մենք երբեք նման մոտեցումներ ցույց չենք տալու, մենք երբեք չենք ուրանալու մեր անցած ճանապարհը, ոնց որ չենք урանում, մեր կյանքը չի սկսվել 2018 թվականից։
մենք ունենք մինչ 2018 թվականը ապրած տարիներ, ապրած օրեր, ընկերներ, մի խոսքով կենսագրություն։ Այսօր շատերի կենսագրությունը սկսում է 18 թվականից, իսկ մեզ մոտ դա տենց չի։ Մեզ համար կյանքի օրենքներով կարմիր գծերը դա ամենակարևոր բաղադրիչն է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, պարոն Խաչատրյան։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում եք հերթական զրույցը մարդու մասին եւ իմ այսօրվա հյուրն էր Վաղաշապատի ավականու տեխնացու հաղթանակ դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ Կհանդիպենք